Մեր կյանքում կան շատ կարևոր մարդիկ, կարևոր այսպես դետալներ, առանց որոնց շատ վատ է։ Հատկապես այս պահին, այո։ Շատ տխուր է, շատ այսպես ընկճված ենք, տրամադրությունն էլ այն չի լինում, երբ որ մենք մի քիչ քաղցած ենք։ Տեսնես ինչից կլինի։ Քաղցած ենք։ Այ։ Իսկ այդ հարցը շատ արագ կարող ենք շտկել եւ ուղղել, իհարկե մեր ֆանտաստիկ հրաշալի մի անկյունի շնորհիվ խոհանոցի, հատկապես որ այնտեղ ունենք շատ սիրելի մի հյուր, չնայած արդեն Աբրահամը վաղուց հյուր չէ մեզ համար, մեր տաղավարում է Աբրահամ Բաբիկյանը, բարի լույս Աբրահամ։ Բարի լույս Աբրահամ։ Վաղուց արդեն հյուր չես դու մեզ համար, դրա համար սկզբից որ ասի հյուր, մի քիչ սկսեցի կասկածել։ Ուրախ ենք ես մեր տաղավարում։ Խնդրում եմ պատմես, թե ինչ ես այսօր պատրաստելու եւ ինչ բաղադրիչներ են հարկավոր դրա համար։ Քանի որ արդեն ամառ է եւ պետք է պատրաստել ավելի թեթև, ավելի գունեղ, ավելի հագեցնող եւ սառը ինչ որ մի ուտես կամ աղցան, այսօր պատրաստելու ենք սպանախով եւ սիսերով հայկական աղցան։ Մեզ հարկավոր է թարմ սպանախ, արդեն իսկ եփված սիսեր, նեխուրի կոթեշ, լոլիկ, վարունգ, գունավոր պղպեղ, կիտրոն, նաև թանձրուկի համար մեզ հարկավոր է մանանեխի մածուկ, մեղր, լոլիկի մածուկ եւ համեմունքներ։ Սպանախը չես եփելու, թարմ վիճակում։ Սպանախը չենք եփելու, թարմ ենք օգտագործել։ Իսկ ծնեբեկ պետք չի աղցանի համար։ Այստեղ չէ, բայց կարելի է օգտագործել։ Ինչու ոչ։ Հետաքրքիր կլիներ ծնեբեկը։ Ծնեբեկը ուրիշ աղցան։ Խանութում գալիս են վարպետներ, կամած ես էլ եմ հմտություններ եմ ձեռք բերում, կիսվում եմ իմ Ծնեբեկը պաներով հիշեցիր, հա, այդ համադրությունը։ Ելակով, Ես պատրաստեցինք ձնեբեկով, սնկով եւ տհալով ձվածեղ, բնության կրկում շատ համեղ ստացվեց։ Ձնեբեկով ձվածեղ։ Ձնեբեկով ձվածեղ, այո։ Նաեւ պատրաստել եմ ձնեբեկով եղինջով ձվածեղ։ Եվ այս վերջերս պատրաստեցինք տհալով, ձնեբեկով, սնկով ձվածեղ, շատ համեղ էր։ Եկեք տեսնենք։ Կարևորը չհասկացանք։ Պետքա փորձենք, որ հասկանանք։ Այո։ Իսկ մյուս անգամ որ գաս մեր տաղավար, այդ ամեն ինչ որ ասում ես, կանես։ Միանշանակ կարելի է անգամ ձնեբեկով ձվածեղ պատրաստել։ Եկեք սկսենք 4 բաղադրիչներից, լոլիկը վերջում կթողնենք եւ սկսենք վարունգից։ Պետք է ամբողջությամբ այն կեղևազրկել։ Մեկու մեջ կեղևը կկտրենք այսպես։ Տեսքը պահելու համար, հա։ Այո, այո։ Դեպս կեղևն է։ Եթե ես տանը այդպես կեղևազրկեի վարունգը, ես պատկերացնում, թե մայրս ինչքան կխոսեր ինձ վրա։ Շատ եք կտրում չէ։ Բայց ախր կեղևի մեջ էլ օգտակար շատ բան է։ Բայց հիմա ես հենց նոր նկատեցի, որ Աբրահամն էլ հենց նույն ձև կեղևազրկեց այդ։ Չէ՞ մայրիկներ, տեսնում եք։ Մենակ մենք չենք։ Այո։ Այսպես ավելի գեղեցիկ է ստացվում։ Այդպես ան։ Այդպես ավելի գեղեցիկ է ստացվում, լավ։ Նույն պատասխանը ես կտա։ Ու կասես, որ օգտակար է կեղևի մեջ ավելի շատ վիտամիններ կան, քան թե հենց ինքը վարունգը։ Վարունգը կտրատեցինք, հիմա գունավոր պղպեղն ենք կտրատում։ Իսկ այս բաղադրատոմսը քեզ որտեղից է հասել։ Այս բաղադրատոմսը ես բեղել եմ։ Չեմ հիշում կոնկրետ ում մոտից եմ վերցրել, բայց էլի հին հայկական բաղադրատոմսեր կային այդտեղ եւ վերցրեցի իրանց մոտից այս բաղադրատոմսը։ Իսկ փոփոխություններ տեղի ունեցել են։ Մի փոքր ավելացումներ։ Այստեղ ավելացվել է նեխուրը, հենց այդ տարբերակով։ Եվ մանանեխի հատիկների փոխարեն մանանեխի պաստա, որ ավելի ջուրամարս լինի, ավելի սենց սոուսի մեջ ավելի շուտ ծուլվի սոուսին, սենց այսպես։ Ես հասկացա Ռուբեն, դու նեխուրի փոխարեն ծնեբեկ էիր ուզում պատկերացնել։ Թե նեխուրն էլ կարող է մնալ։ Նեխուրն էլ կարող է մնալ, բայց կարող ենք փոխել նեխուրին նախասիրության հարց է։ Հետո որ ճիշտ ասեմ, ճիշտ նկատեցի, ստեղից ընդեղ ես թվաց նեխուր չի, այլ ծնեբեկ է, այո։ Դրա համար ասի կարող ծնեբեկն։ Երկուսն էլ առողջարար են, բայց ավելի առողջարար է նեխուրը, սրտի համար ասում են ավելի առողջ է նեխուրը։ Նամանավանդ նախընտրությունը տալիս ենք նեխուրին։ Հա, երբ ինչ-որ սմուզի կամ ինչ-որ մի բան պատրաստում են նեխուրով։ Ժամանակի միտեղ աշխատում է մի հյուր ունենք, ինքը միշտ պարտադիր պետք է ամեն առավոտ նեխուրով եւ մաղատանոսով սմուզի խմեր։ Այդտեղից իմ մոտ նեխուրի։ Բայց համը շատ վատն է։ Համը իրականում ես էլ չեմ սիրում։ Ամիսը մեկ փորձ եմ նման սմուզիներ պատրաստել եւ
ընտելանալ այդ համին, բայց նեխուրի համը այսպես շատ ուժեղ է եւ հոտը եւ համ փորձել ես։ Մենք շատ քիչ կօգտագործենք այստեղ, որ համը այդքան Դու ես պատմեցիր, որ ես էլ չեմ ուզում փորձեմ հաստատ։ Մեր քիմքերը շատ է համընկնում լուսնի, դրա համար այսպես վստահ գիտեմ, որ չեմ հավանի։ Մենք նեխուրը շատ չենք անի այստեղ։ Հա, քիչ ենք ավելացնում, որ պարզապես համ տա։ Թեթևակի համ տալու համար։ Իսկ ամենահամովը նեխուրի տերևներով պատրաստած տապական է, նեխուրի տերևները տապակում են եւ սխտորմացնով ուտում են։ Եվ ես կարծում եմ, որ նեխուրը առհասարակ շատ այսպես սպეციფიկ, ինքը շատ յուրահատուկ նախ համ ունի եւ շատ դեպքերում այդ յուրահատուկ համը կոտրում է մնացած բոլոր համերի համադրությանը։ Բայց դրա հետ մեկտեղ այն շատ առողջարար է եւ շատ դժվար է երեխաներին սովորեցնել, օրինակ, չգիտեմ, աղցանի մեջ նեխուրը փորձեն կամ պարզապես նեխուրը վերցնեն եւ այսպես Դա հենց այդ սմուզիներն են այդ ժամանակով այցելում։ Չէ, սմուզին ավելի վատն է։ Ինչ որ հետաքրքիր այլ համային համադրությունների մեջ մրգերի կլինեն, չգիտեմ, այլ նեխուրի հետ միրգ արդեն արի չպատկերացնենք շատ ավելի վատ է լինում։ Չէ, Ռուբեն, ինչ ես խոսում։ Մորացեք։ Վերադառնում Որ փոլին ենք մենք ասել։ Արդեն կտրատում ենք լոլիկը, բանջարեղեններից վերջինը, մնում է կտրատել սպանախը։ Մենք բան չենք բաց թողել, չէ՞, վարունգը կտրատեցինք։ Վարունգը կտրատեցինք, նեխուրը կտրատեցինք մի քիչ սիրելի եւ գունավոր պղպեղը։ Եվ կարևոր է մանր կտրատելու փորձենք մոտավոր սիսերին հավասարաչափ կտրատել, որ ավելի գեղեցիկ լինեն, համահունչ լինի։ Հասկացա։ Իդեպ ես միշտ սիրում եմ, երբ աղցանը շատ այսպես մանր է կտրատած լինում։ Ավելի հարմար է։ Ավելի հարմար է եւ ավելի ինձ համար ավելի համեղ է թվում միշտ։ Հիմա կտրատում ենք սպանախը։ Բայց կոպտի հատվածները հանում։ Ձեռքերով այսպես պոկելն ավելի լավ չի։ Սպանախի դեպքում դա չի աշխատում, Չէ, ասեմ։ Լավ, եկեք կտրատենք։ կտրատենք։ Ինչ նորություններ կան Աբրահամի կյանքում։ Աբրահամի կյանքում Աշխատանք, բացի աշխատանքից։ Այո, շուտով նաև աշխատանք որպես ամբասադոր եւ մենեջեր։ Ահա։ Կոֆեստորիում Նալբանդյան Թումանյան քաշմերուկ շուտով կարող եք գալ, ինձ այնտեղ կտնակ, այո։ Միակ նորությունը երևի թե դա է, նաև դարձել եմ քերի։ Դա ամենակարևոր նորությունն է։ Դա ամենակարևոր նորությունն է։ Շնորհակալություն շատ։ Առողջ բալիկ։ Մերսի շատ։ Առաջին անգամ ես քերի դառնում։ Առաջ անգամ քերի եմ դառնում, մեկ էլ 3-4 ամիս եմ էլի քերի դառնալու։ Հրաշալի։ Կրկնակի այս տարի։ Հրաշալի։ Այն 5-6 ամսական երեխաները երբ նոր են սկսում ուտեստներ համտեսել բանջարեղեն կամ միրգ, Աբրահամը այնտեղ կլինի եւ իր ձեռքով կպատրաստի այդ ամենը փոքրիկների համար, համոզված եմ։ Չէ՞։ Այո, կփորձենք։ Բայց կամաց դու արդեն քո ճաշացանկում մանկական ապուրներ, հյուսեր, այո, կարող է լինել։ Իրականում պատրաստում եմ երբեմն ապուրներ, ինչ որ հյուսեր։ Չէ, բայց 5-6 ամսական երեխաների համար։ Ահա, չէ, տենց չունեմ Դե պատրաստած։ սկսի, դրա համար եմ ասում, որտեղ շատ շուտով դա այցի է գալու։ մի քանի ամիս եւ այո, պետք կգան։ Կիտրոնի հյութը քամում ենք, միանգամից նույն ամանի մեջ կպատրաստենք իր թանձրուկը։ Կես կիտրոնը բավական է։ Կբացենք այսպես։ Սա վերցնենք։ Հիմա պատրաստում ենք հյուսը, հա։ Հյուսը, այո։ Կիտրոնը։ Ավելացնենք 1 թեյ գդալ մեղր։ Կամ մի փոքր էլ ավելի շատ։ Երկու սենս թվում է։ Կիտրոն մեղր։ Պետք է փորձել։ Հիմա թվում է թե հիմա խորթ է, բայց 1 թեյ գտալ տոմատի մածուկ, Տոմատ մեղր, լիմոն։ այո։ Եվ փորձելու ենք։ Հետաքրքիր է։ իրականում ես փորձել եմ, սա առաջ անգամ չի որ Չէ, պատրաստում։ մենք պետք է փորձենք, որ Այո, այո։ հետո դրա Մի չվախենանք։ փոքր շատ չէ։ Մի փոքր մանանեխ, որ շատ կծու չլինի։ Նատել մանան է։ Տոմատ մանան է, կիտրոն, մեղր։ Ես համոզված եմ, որ շատ համեղ է լինելու։
չենք մոռանում ձիթայուղ ավելացնել եւ համեմունքները, քանի որ համը ապահովելու են դրանք։ Համեմունքները նկատի ունեք սև պղպեղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ։ Ձիթայուղ ավելացրեց, մնաց այսպես մի քիչ ամենքից ավելացնենք սև պղպեղ, կարմիր պղպեղ եւ աղ։ Եվ մեր հյուսը պատրաստ է։ Այո, հիմա մի հատ խառնում ենք Եվ այդ ամենը պետք է հիմա լցնենք մեր բանջարեղենի վրա։ Այո, եւ աղցանը կպատրաստվի։ Այսօր առաջինը դու ես փորձելու, հետո ես։ Լավ։ Լավ։ Հետաքրքիր է լինելու իրականում այս ամենը փորձել։ Միգուցե այնքան մեր դուրը գա, որ մենք օրինակ ես եւս տանը պատրաստեմ նման հյուս աղցանի համար։ Երևի։ Բայց ես փորձեմ հետո պատմեմ տպավորությունները։ Բաբկին արդեն ասել է, որ փորձել է եւ շատ համեղ է ստացվել, չէ՞։ Աբրահամը։ Այ, Աբրահամը։ Փորձել է առաջին անգամ, չի այո։ Այո, ասեմ ավելին, առաջին անգամ այս աղցանը պատրաստել ենք Հանրապետության հրապարակում։ Ում հետ։ Ֆուդբլոգեր մի աղջիկ կա մի Լիանան, որ Շվեդիայից եկել իր այդ պատրաստեցինք։ Հայ թե հենց Շվեդիայից։ Ով արմատներով նաև Վրաստանից հա, մեր մոտերքից։ Համ հայկական արմատներ ունի, համ վրացական։ Այո, չէ, ինքը հայ է, բայց ապրում է Շվեդիայում։ Բայց ծնվել մեծացել է Վրաստանում։ Ուղղակի ծնվել մեծացել է Վրաստանում։ Իսկ ես վրացական խոհանոցը դուր գալիս է։ Այո, գալիս է, բայց շատ հագեցած է։ Բարձ ուտելիքներն են ավելի շատ դուրս գալիս։ Դա երևի խինգալին ամենաշատը որ կառանձնացնեմ։ Խաչապուրիները։ Մեկ էլ հա, մեգրելական խաչապուրին եմ։ Մնացածը այդքան շատ սիրար չեմ, ավելի համեմունքների, քանի որ ավելի շատ սիրում եմ բարձ համեմունքներ, ավելի բարձ ուտեստներ։ Իսկ վրացական խոհանոցը այդքան էլ բարձ չի իր համեմունքներով։ Ես համաձայն եմ, եւ շատ ծանր է։ Շատ ծանր։ Բայց դե համեղ է։ Հիմա տեղափոխում ենք մատուցման ափսեի մեջ։ Դու սիրում ես վրացական խոհանոց։ Աբրահամը որ նշեց, ես էլ այդպես ծանր, այո, համակարծիք եմ եւ սիրում եմ օրինակ խինգալին եւ խաչապուրիների տեսականիներ։ Դե բայց շատ բաներ ունեն համեղ են դեռ։ Շատ, իհարկե, բայց ես նախընտրում եմ ավելի པարզ տեսակները, ուտեստների։ Իմ կարծիքով մեր հայկական խոհանոցը համեմատաբար շատ ավելի པարզ է, քան վրացականը։ Այո, մեր հայկական խոհանոցը համ པարզ է, համ համեղ է, նաեւ ունենք շատ ուտեստներ, որոնք չեն կիրառում առօրյայում։ Չգիտեմ, թող միանան իմեջին եւ անպայման տեսնեն։ Քո շնորհիվ կամ քեզ նման ակտիվ բլոգ վարող եւ խոհարարների շնորհիվ այս վերջին շրջանում բավականին սկսվել է ակտիվանալ մեր հին հայկական բաղադրատոմսերը։ Իրականում հաճախ եմ խոսքի մեջ լսում մեր հայերից, որ ախր դե հայկական խոհանոցը որն է, մենք ինչ ունենք։ Մենք գիտեք ինչքան բան ունենք, որ այո, եւ տեսնելով մենք վերհիշում ենք եւ միգուցե հենց տանը այդ օրը երեկոյան պատրաստում ենք հենց այդ ուտեստը։ Շատ բաղադրատոմսեր ունենք, որոնցից ես երևի թե մոտ 300-ի չափ հայկական բաղադրատոմս ունեմ կիսված իմեջում։ Իսկն հնարավոր է, ինչու ոչ, պատրաստել հայկական ուտեստեր։ Վստահաբար, մենք վերջացրեցինք։ Այո, մենք վերջացրեցինք, արդեն պատրաստ է աղցանը։ Այսինքն շատ կարճ։ Արագ, թեթև եւ շատ այո վիտամիններով հարուստ ամենակարևորը։ Դե շատ շնորհակալություն Աբրահամ, որ ևս մեկ անգամ մեր տաղավարում էիր եւ ևս մեկ անգամ շատ հետաքրքիր հայկական բաղադրատոմս առաջարկեցիր աղցանի տեսքով։ Մենք շատ շուտով կշտապենք փորձել։ Անհամբեր դրան ենք սպասում փորձելուն։ Իսկ ձեզ սիրելիներս, եթե դուք այս պահին որոշել եք նախաճաշել, ապա ձեզ մաղթում ենք բարի ախորժակ եւ առաջարկում ենք մնալ դրանից մեզ հետ, որովհետեւ մինչեւ 11:30 դեռ ունենք նյութեր ու կարևոր իրադարձություններ, որոնց կանդրադառնանք եւ իհարկե տաղավարում կյուրընկալենք կարևոր մարդու, կարևոր օրվա հետ կապված եւ կարևոր թեմաների շուրջ կզրուցենք։